խաղը երեխայի առաջնային գործունեությունն է, բայց խաղը իր կանոններով պետք է խաղալ ամեն տարիքում։ Խաղի ձևը կա յուրաքանչյուր երեխա տարիքային առանձնահատկությունները ունի բնորոշ եւ գրքում ունեմ հավելվածում առանձնացված 0-ից մինչեւ 6 տարեկան ինչպես պիտի խաղա երեխան, ինչ պետք է հասցնի սովորել երեխան, որ փուլում որն է, որ շատ կարեւոր է, որ պետք է բաց չթողի եւ շատ անգամ, երբ որ երեխան այս ոլորտի դժվարություններ ունի, հաճախ տարբեր հետաքրքրությունների շրջանակ ունենալով կարող է իր տարիքայինից ավելի բարձր տարիքային հետաքրքրություններով տարվի, օրինակ ցանկանա լեզուներ սովորել, թվաբանություն սովորել, այնինչ երբ 3 տարեկանում պարզ սոցիալական հաղորդակցման նորմերին դեռ չի տիրապետում կամ բառերը սակավ են նախադասություն կազմելու եւ հաղորդակցման մեջ մտնելու համար եւ դա ոգեվորի մասնագետին կամ ծնողին եւ այդ բազան երեխային հետաքրքրող բազան ծավալը հավաքեն երեխայի ուղեղում եւ դա մեթոդական միջամտություն չէ